Ապրիլ 9. Ձեզ հետ է Քրիստինեն։ Նմանվել Քրիստոսին, ասել է խորը ցանկությամբ սերտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ ապրիլի 9 և տարվա 15-րդ շաբաթ։ Այս շաբաթ մենք անգիր ենք սովորում Հռոմեացիս 6-րդ գլխի 12-ից 13 համարները։ Այդ նպատակով եկեք այսօր 3 անգամ կարդանք։ Ես կկարդամ առաջին անգամ։ Ուրեմն թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք, և ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրեք Աստծուն, որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները արդարության զենք Աստծուն։ Երկրորդ անգամ դուք կարդացեք և խորհեք այս բառերի վրա։ Եվ երրորդ անգամ եկեք կարդանք միասին։ Հռոմեացիս 6, 12-ից 13։ Ուրեմն թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք, և ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրեք Աստծուն, որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները արդարության զենք Աստծուն։ Այսօրվա Աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. 5 կտակարան, Հեսու 7, 1-ից 8:35, Սաղմոս 43, 1-ից 5, Առակաց 13, 22-ից 23 համարներ և նոր կտակարան, Ղուկաս 9, 37-ից 62 համարներ։ Մաղթում եմ ձեզ օրհնյալ և ուրախ օր, մինչ հաջորդ հանդիպում։